Ալկատրասից փախուստը աշխարհի ամենահայտնի բանտի առասպելը։ Երբ խոսում ենք աշխարհի ամենանառիկ բանտերի մասին, առաջինը շատերի մտքում գալիս է Ալկատրասը։ Այն գտնվում էր Սան Ֆրանցիսկո ծովում, եւ բոլորը ասում էին, որ այստեղից փախչելը անհնար է։ Բայց արդյոք իսկապես այդպես է։ 2013 թվականին ոստիկանները ստացան մի տարօրինակ նամակ։ Նամակի հեղինակը գրում էր, որ ինքն Ջոն Անգելն է, այն 3 բանտարկյալներից մեկը, որոնք 1962 թվականին փախել էին Ալկատրասից։ Նա պնդում էր, որ իր ընկերները արդեն մահացել են, իսկ ինքը ծանր հիվանդ է եւ ցանկանում է հանձնվել։ Սակայն մինչ օրս ոչ ոք չգիտի, այդ նամակը իրական էր թե ոչ։ 1962 թվականին 4 բանտարկյալները որոշեցին փախուստ կազմակերպել։ Խմբի առաջնորդը Ֆրենս Մերսն էր։ Նա շատ խելացի մարդ էր եւ արդեն մի քանի անգամ փախել էր տարբեր բանտերից։ Նրա հետ էին եղբայրները Ջոն եւ Քլարս Էնգելները, ինչպես նաև Էլեն Ուեսթը։ 6 ամիս շարունակ գաղտնի մեծացնում են իրենց խցերի օդանցքները։ Դրա համար օգտագործում էին գդալներ, փոքր սխոցներ եւ ինքնաշեն գործիքներ։ Բաղները ոչինչ չէին նկատում, քանի որ անցքերը ծածկում էին պատի գույնի սվերաթղթով։ Գիշերները նրանք բարձրանում էին շենքի վերին հատվածը, որտեղ պատրաստեցին մեծ լաստ եւ փրկարար բաշկոններ։ Ամեն ինչ պատրաստվում էր գողացած անձրևանոցներից։ Իսկ որպեսզի պահակները մտածեն, թե նրանք քնած են, մարշակալների վրա դնում էին կեղծ գլխարկներ, պատրաստված օճառից, թղթից եւ ատամի մածոկից։ Դրանց վրա նույնիսկ մազեր էին կպցրել։ Փախուստի գիշերը ամեն ինչ պատրաստ էր, բայց Ալեն Ուեսթը չկարողացավ դուրս գալ, որովհետև իր անցքը փակել էր կարծրացրած ցեմենտով։ Նա մնաց բանտում, իսկ մյուս 3-ը շարունակեցին փախուստը։ Նրանք անցան ցանկապատը, հասան ափ, փչեցին իրենց պատրաստած լաստանավը եւ մութ գիշերով դուրս եկան ծով։ Այդ պահից նրանց այլևս ոչ ոք չտեսավ։ ՀՏԲ-ն հայտարարեց, որ նրանք հավանաբար խեղդվել են, բայց նրանց մարմինները երբեք չգտան։ Տարիների ընթացքում սկսեցին հայտնվել տարբեր պատմություններ։ Ոմանք ասում էին, որ նրանց տեսել են Բելգիայում, մյուսները Ֆլորիդայում։ Անգլ եղբայրների ընտանիքը նույնիսկ պնդում էր, որ ամեն տարի անանուն ծաղիկներ են ստանում։ Ավելի ուշ պարզվեց նաև, որ փախուստից հետո հայտնաբերվել է նրանց լաստը եւ թիակը, իսկ նույն գիշերը գողացվել էր մի մեքենա։ Այս տեղեկությունները երկար տարիներ գաղտնի են պահվել։ Կա նաև 1975 թվականի արված մի լուսանկար, որտեղ ըստ որոշ մասնագետների երևում է անգլ եղբայրները։ Այսօր էլ ոչ ոք հստակ չգիտի, նրանք իսկապես փախչել են, թե զոհվել են ծովում։ Իսկ դուք ինչ եք կարծում, հնարավոր է փախչել Ալկատրասից, թե սա պարզապես աշխարհի ամենամեծ առեղծվածներից մեկն է։